Նարսան ընկերությունն իր բազմազան տեսականիով։ Նարսան, որակի ամուր հենարան։ Բարի երեկո։ Իսկապես ուշագրավ զարգացումներ են տեղի ունենում հետընտրական Հայաստանում։ Նախ հանդիպում նախնական պաշտոնական տվյալներով առաջին երկու տեղը զբաղեցրած տեխնացուների միջև, որի արդյունքները գաղտնի պահվեցին առաջին օրը, հետո հանրահավաք, որի ընթացքում արդեն տեղեկություններ այդ հանդիպման մասին, ըստ երևույթին շարունակվող հանրահավաքներ, որոնք պիտի ընդգրկեն նաև հանրապետության մարզերը, ինչ է կատարվում հետընտրական Հայաստանում եւ ինչ սցենարներ, ինչ զարգացումներ կարող են լինել։ Սա երկրի հարցը ծրագիրն է, ես այսօր զրուցելու եմ քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ։ Բարի երեկո, պարոն Բադալյան։ Մեր նախորդ հանդիպումից առանձնապես շատ ժամանակ չի անցել, մենք զրուցել ենք նախընտրական շրջանում մինչև ընտրությունները, լսեցինք ձեր գնահատականները, ձեր նաեւ կանխատեսումները։ Այսօր ուզում եմ մի փոքր վերհիշենք նաեւ եւ տեսնենք թե ինչքանով դրանք իրականացան։ Այն ժամանակ դուք կարծիք հայտնեցիք, թե նախագահական ընտրությունները չսկսված արդեն ավարտված են։ Հիմա քվեարկությունն ավարտվել է, գործընթացը ձեռ շարունակում է, այսինքն էլի այդ կարծիքին եք, որ ընտրությունները ավարտվեցին։ Այո, ընտրությունները ավարտվեցին անցյալ տարվա դեկտեմբերին, երբ ԲՀԿ, ՀԱԿ եւ ՀՅԴ ներկայացուցիչները հատարեցին, որ չեն մասնակցում ընտրություններին։ Արդեն հասկանալի դարձավ, որ սա ընտրություններ չի լինելու, սա լինելու միջոցառում, կանխորոշված արդյունքում արդյունքն ստացվեց 58%։ Ինչ է իդեպ ասել են սկզբնական շրջանում տարբեր սոցիոլոգիական կազմակերպություններ նշում են 68%, սակայն որոշ ժամանակ հետո, այսպես ասենք, իշխանությունների մոտ կանգնած կառույցներից մեկը այդ թիվը 68-ից իջացրեց 58%, պատճառաբանելով, որ շատ ամենաբույժների, անշարժ գույքի գործակալությունների եւ այլ ուրեմն սոցիալական խմբերի նկատմամբ կառավարության իրականացած հարկային քաղաքականությունը իջացրել է գործող նախագահի վարկանիշը եւ գրվեց 58%, այն ինչ որ մենք ստացանք։ Այսինքն կանխորոշված էր, որ նախապես ոչ մրցակցային որակված ընտրություններում ընդդիմության տեխնացուն կարող է ստանալ 38%, հա, ավելի շատ, քան նախընթաց բոլոր ընտրությունների ժամանակ կարող էր ստանալ ընդդիմության միասնական տեխնացուները, հա, սկսած 96 թվականից Վազգեն Մանուկյան մինչև Լևոն Տեր-Պետրոսյան։ Սա կանխորոշված բան էր։ Կարևոր չէ թե դու ինչքան ես ստանում ընտրությունների ժամանակ, կարևոր դու 50%-ից ավել է ստանում, թե պակաս է ստանում, բնականաբար մեկը կարող է ստանալ 50%-ից ավել եւ ստացավ այն տեխնացուն, որը արդեն կանխորոշված էր, որ պետք է ստանալ։ Դե հիմա մյուս տեխնացուն կստանա 36%, 26%, 30%, թե 18%, դա արդեն էական չէր։ Բայց մրցակցությունը էական չէ, որովհետեւ նախագահական ընտրություններում հաղթում է նա, ով կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ճանաչվում է հաղթող։ Երբ որ ասում են ընտրությունների արդյունքը կանխորոշված է, ի նկատի ունեն, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը այս միջոցառման արդյունքում տեխնացուներից մեկին կանխորոշված տեխնացուին տալու էր մրցանակ։ Եթե այդպես էր, թող այդ 38%-ը ոչ թե, ասենք, կենտրոնանար մեկ տեխնացուի վրա, այսինքն 7 տեխնացուներ կային, յուրաքանչյուրը ստանային 5, 10, 15, 20% եւ 58-ը էլի պահպանվեր։ Ինչու այդպես չեղավ։ Որովհետև իշխանական թիմը մի քիչ մտածում էր եւ հասկանում էր, որ չէր կարող, ասենք, Ռաֆայել Վանեսյանը եւ ասենք ինչ որ հացադուլ անող ինչ որ մի տեխնացու կամ մամուլի ակումբներից դուրս եկող տեխնացուն հավասար ձայներ ունենալ, դա ուղղակի լրիվ ժողովրդական լեզվով ասած կզռար, որ ամբողջովին նկարված է այս ընտրությունների արդյունքները։ Դրա համար տեխնացուներից մեկին, որ ամենաշատ եթերային ժամը ստացավ, նրան հատկացվեց բավականին մեծ ուրեմն տոկոս։ Ինչպես է տեղի ունեցել այս համակարգը, դա էլ բացատրեմ։ Ուրեմն ընտրությունները ի սկզբանե որոշված է, որ պետք է տեխնացուն մոտավորապես կանխորոշված տեխնացուն ստանա 60-ին մոտիկ ուրեմն ձայներ, բնականաբար տեղամասերը ամբողջովին մոտավորապես նախնական արդյունքներով գիտեն, թե ինչպես է ձայները բաժանվելու, այն տեղամասերում, որոնք որ գործող տեխնացուն բավականին շատ էր ուրեմն ձայներ ստանալու, այդտեղ որևէ մի, այսպես ասենք, խախտում չէր տեղի ունեցել եւ այդտեղ ուղղակի ինքը գիտեն, որ լցոններով ամեն ինչով, այսինքն մենք նկատի ունենք պաշտոնական տվյալներով շատ էր ստանալու։ Մեկ այլ տեղամասում գիտեն, որոնք որ ընտրեմ, այն տեղամասում, որտեղ շատ էր ստանալու, բայց այդ տեղամասերի մեջ կարող էին լինել մեծ քաղաքները, որտեղ հա կենտրոնացած է, չգիտեմ, ավելի ուժեղ աշխատում են Երևան, Գյումրի, Վանաձոր կամ Կապան, բայց էլի այդպես չեղավ է։
Չէ, այդպես եղավ, ինչու համար։ Ասում երբ որ ասում ենք տեղամասեր, իրեն գիտեն, որ տեղամասը է, տեղամասը Երևանում է գտնում, դա ուրիշ տեղամասա թե գտնում է գյուղերում, դրանք ուրիշ տեղամասեր են։ Երբ որ ասում տեղամասերում, այն տեղամասերում, որոնք որ 100% Սերսակցյանը պետք է բավականին շատ ձայներ ստանալ, դրանք պարտադիր չէ, որ լինեն Երևանում, Գյումրիում, Վանաձորում կամ այլ քաղաքներում կան նաև գյուղերում, բազմաթիվ տեղամասեր, քաղաքների վերջում ընդամենը 20 քաղաք է։ Այն տեղամասերում, որոնք որ Ռաֆին բավականին շատ Ռաֆովանցյանը բավականին շատ ձայներ է ստանալու, այդ տեղամասերում նույնպես ձեռ չեն տվել հիմնականում։ Իհարկե չհաշվենք, եթե շատ տեղամասեր ուղղակի փոխել են արդյունքները, դա էլ ասենք, բայց դա հիմնականում նաև եղել է գյուղերում, բայց կան նաև այնպիսի տեղամասեր, որտեղ որ այսպես ասած լողացող կուրսեր, որտեղ իրանք չգիտեին ով կարող է շատ ձայն հավաքել, գործող նախագահան, թե ասենք Ռաֆի Հովհաննիսյանը, եւ այդ տեղամասերի, այսպես ասած Ռաֆի Հովհաննիսյանի շատ հավաքած ձայները փոխհատուցվել է գյուղական տեղամասերում համարժեք եւ մի փոքր ավել ուրեմն ձայներով։ Եվ դրա համար առաջինը հենց գալիս էր այն տեղամասերը նկատի ունեք, թե լեցոնում եւ լեցոնում եւ ասենք քվեարկություն տարբեր մարդկանց անձնագրերով տարբեր մարդիկ են, վերջո գյուղում մի քիչ ուրիշ ձևա քվեարկություն տեղ ունում, Երևանում մի քիչ ուրիշ ձևա տեղի ունենում քվեարկություններ, նույն քվեարկություններ չեն։ Եվ այն տեղամասերում, որտեղ որ գործող նախագահան չէր հաջողվում, ասենք ինչ որ ձայնով ավելի շատ ձայն հավաքել կան Ռաֆի Հովհաննիսյանը, բնականաբար այդ համարժեք, այսպես ասենք, այդ տեղամասի պայմանական ասած դուստր տեղամասերում կատարվում են համապատասխան լցոնումներ, լրացուցիչ տարբեր մարդիկ տարբեր անձնագրերով մտնում են քվեարկում են եւ ի վերջո արդյունքը այդտեղ գործող նախագահամար ավելի շատ է լինում եւ փաստորեն դրանով փոխհատուցում են այն տեղամասերը, որտեղ որ պարտված էր։ Իդեպ ասեմ, կարեւորը այստեղ պաշտոնական տվյալներն են, ոչ թե ինչպես է քվեարկում, որտեղ իրոք կան տեղամասեր, որ մենք իրոք գիտենք, որ ասենք մի արդյունք եղել է, մի արդյունք մի արձանագրություն ստորագրել են, բայց պաշտոնապես 58%-ը նախապես արդեն գրված էր եւ ինչու 36%, որպեսզի ասենք մրցակցություն լինի, որովհետեւ չէ որ գործող նախագահան խոսք է տվել, որ այս ընտրությունը մրցակցային է, չնայած շատ-շատերացնեն, որ մրցակցային չէ, նա պետք է ցույց տա, որ մրցակցային էր, իսկ 58-30%-ը դա մրցակցային, ասենք եվրոպական շատ երկրներին բնորոշ տոկոսներ են։ Բնականաբար եթե լեր 80-20%, դա մրցակցային չէր համարվի։ Ձեզ լսելիս տպավորություն է ստացվում, որ ամեն ինչ կանխորոշված էր եւ այդտեղ բացարձակապես որևէ բան նշանակություն չուներ, ոչ ասենք տեխնացուի գործոնը կոնկրետ այս դեպքում Ռաֆի Հովհաննիսյանի գործոնը, ոչ իր վարած քարոզարշավը, ոչ ժողովրդի տրամադրություններն ու ընտրությունը, դրանք որևէ նշանակություն չունեին։ Ոչ նշանակություն չունեն եւ այստեղ շատ ճիշտ է գալիս այն քաղաքականությունը, այն կուսակցությունները, որոնք որ որոշեցին այս միջոցառմանը չմասնակցել, մասնավորապես ԲՀԿ-ՀԱԿ, որտեղ նախին հաղորդումից մեկի ժամանակ ես այդ տեսակետը արտահայտեցի, որ նրանք ճիշտ արեցին, որ չմասնակցեցին, որովհետեւ եթե նրանց ղեկավարները մասնակցեն ընտրություններին, արդյունքը նույնն է լինելու։ ԲՀԿ-ն կմասնակցել այսօր Գագիկ Ծառուկյանը, ու ասենք եթե 36 չէ, կարող է ասենք 40 լիներ, 42 լիներ, Լևոն Տեր-Պետրոսյանը կմասնակցել, հնարավոր է նույն տոկոս լիներ կամ մի քիչ ավելի քիչ լիներ, դեպքում բնականաբար ավելի քիչ կլիներ, բայց արդյունքը նույնն է լինելու։ Տեխնական խորոշված տեխնացուն կենտրոնական տիրական հանձնաժողովի կողմից ճանաչվել էր որպես հաղթած տեխնացու եւ դա ճանաչվեց ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Արևմուտքի կողմից, այսինքն հա հիմա ավարտվել է այս արդյունքները պաշտոնապես նախնական արդյունքները կան, այսպես հեշտ է մեկնաբանել, բայց մինչեւ ընտրությունները կարելի էր կանխատեսել եւ մեկնաբանել, որ գիտեք Երևանի շատ տեղամասերում, Գյումրիում ընդհանրապես, Շիրակի մարզում ընդհանրապես կամ Վանաձորում կամ Կապանում կարող են ստացվել այս արդյունքները։ Իսկ քաղաքական գործիչները բացատրում են եւ դա իմ համար ավելի ընկալելի է, որ այս տեղերում ունեցել են մարդիկ վստահված անձինք, հանձնաժողովի անդամներ, ովքեր կանգնել են, կարողացել են պահել վստահության քվեն եւ արդյունքում ստացվել է այն, ինչ որ ստացվել է այդ քաղաքների նկատի ունեմ։ Իսկ գյուղերում, որտեղ իրենք էլ խոստովանում են, որ մարդկային ռեսուրսի պակաս ունեն, չեն կարողացել, այդտեղ այդպես է ստացվել։ Այսինքն լավ թիմի պարագայում կարող է լրիվ այլ պատմություն ստացվել։ Ուրեմն նրանք ովքեր որս ընտրությունների անցկացնում են, լավ գիտեն եւ իրանց թիմի որակը եւ մրցակցի թիմի որակները։ Հա, հասկանալի է, բայց լավ թիմի որակի, որակ չասենք, մարդկային ռեսուրսի պակաս եթե չլներ, կարող է եւ այլ հնարավոր չէ, բացառված էր, որովհետեւ արդեն կանխորոշված էր, ով է դառնալու նախագահ, վերջ։ Սա արդեն կանխորոշված էր, բայց ոչ է կարող ասել իրենք մտածում էին, որ ինչ ձեր տրամաբանությամբ եմ ասում, որտեղ ուժերը, որտեղ թույլ է, ըստ այդմ որտեղ օրվա կուրսով է, բալանսավոր է։ Իհարկե կարելի է ասել։ Ինչպես էր պարզ, որ Գյումրիում մտածում էին 90-70-60%-ի մասին, բայց Գյումրիում ստացվեց 27%։ Մտածում էին, դե հայտարարությունները, հայտարարությունները եւ կապակցությունները խոսակցությունը դրանք տարբեր բաներ են։
Դուք ծանոթ եք, թե ասենք նախագահի նստավայրում փակ շրջանակներում ինչ են որոշել, թե որ տարածքում ինչքան պետք է լինի, նրանք այդ տվյալները բավականին լավ կան։ Նախապես միջև ուրեմն քվեարկությունն էլ մոտավորապես 1 ամիս առաջվա ընթացքում մոտավորապես որոշում է եւ մոտավորապես գիտեմ որ տեղամասում ինչ քվեարկություն է լինելու։ Ավելին ասեմ, որ նախագահի ասենք ընտրությունները եթե շատ ցանկանար հանրապետական կուսակցությունը ինքը լրացուցիչ մոտավորապես 20-25% ռեսուրսներ ուներ, որ կարող էր բերել եւ լրացուցիչ ձայներ իրան ապահովել։ Որտեղ ամբողջ հանրապետություն, որտեղ ինքը մոտավորապես իր ռեսուրսի 20%-ը չօգտագործեց, դա այն ռեսուրսներ, որոնք օգտագործեց պարլամենտական ընտրությունների ժամանակ, երբ որ կար Բարգավաճ Հայաստան, Ազգային կոնգրես եւ Հայ-հեղափոխական դաշնակցությունը, այնտեղ պետք էր մաքսիմալ ձայների հավաքում, այդ մաքսիմալ ձայներով հանրապետական հավաքեց։ Հիմա իրենք լավ հասկանում են։ Օրինակով կար նախագահի խոսք չէ, ակնկալիք սպասելիք, այսինքն շատ բարձր ակնկալիք սպասելիք 60-ից մինչև 90%։ Այստեղ նաեւ խնդիր կար, չէ, արդարացնելու իրականություն դարձնելու տանջը, բայց չեղավ, այսինքն ամեն ինչ չի որ այդպես պլանավորված էր եւ նախագահի իրականություն դարձնելու խնդիրը մեկն է, դառա նախագահանա կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից դա հավաքեց 58%։ Սա էր ակնկալիքը, մնացածը ուղղակի զգացմունքային է։ Նախագահան այսպես ասաց, հրապարական այսպես ասաց, կարևոր չէ, կարևորը ինքը, որ ինքը պլանավորել է ստանալ այդ 50%-ից ավել, իր պլանավորվածը նկատառել է։ Այս 36%-ը, 36%-ը ռեալ թիվ է իշխանությունների նկատմամբ վերաբերմունքի ձեր կարծիքով, թե էլի դա չի։ Այստեղ հետաքրքիր է, որ շատ են խոսում այդ թվի մասին, ասեմ, որ այդ 36%-ը հիմնականում իհարկե դրանք իշխանություններին, այսպես ասած, դեմ ընտրազանգված են։ Իհարկե, այդ ընտրազանգվածի մեջ, այդ 36%-ի մեջ կա նաև տոկոս, որը իրոք գնացել է Ռաֆի Հովհաննիսյանի հետևից, ցանկանալով որ նա տեսնել նախագահ, բայց մի զգալի տոկոսը դա ընդհանրապես իշխանություններին, այսպես ասած, դեմ ընտրազանգված է, բայց մի երանգային տարբերությամբ, օրինակ 2008-2012 թվականին ժամանակ նախագահական, իսկ 12-ի խորհրդանական ընտրությունների ժամանակ այս դեմ ընտրազանգվածը բավական մեծ էներգետիկա ուներ։ Հիմիկվա դեմ ընտրազանգ քվեարկողները ավելի շուտ ինադու են քվեարկում գործող նախագահային, ձայնը տալու Ռաֆի Հովհաննիսյանին։ Այս ինադուի երանգը կար, այսինքն սա ցույց է տալիս երանգը անցած ընտրություններին չկար։ Չէ, ինադուն կար դեմ, էներգետիկ դեմ, եւ կա ուրիշ երանգ, որ դուք մեզ բերել եք, մենք հասկանում ենք, որ չի անցնելու, բայց քեզ ինադու իրան են քվեարկելու։ Իսկ 2008 թվականին շատերը հավատում են, որ Տեր-Պետրոսյանը կարող է նախագահ դառնալ։ 2012 թվականի մայիսի 12-ի ընտրություններին դեմ քվեարկողները շատ-շատերը իհարկե հավատում են, որ իրոք ԲՀԿ-ն կարող է պարլամենտում հանրապետական մենաշնորհից ձեռքի։ Այսինքն հավատը այն մտքին, որ անցած անգամ Լևոն Տեր-Պետրոսյանը հաղթող տեխնացու էր համարվում, այս անգամ Ռաֆի Հովհաննիսյանը հաղթող տեխնացու չէ, բայց արտիկները այդ բան են ասում, հաղթող տեխնացու համարված է շուրջ 150,000 ցեն ավելի քիչ է հավաքել, քան թե ձեր ասած չհաղթող տեխնացուն։ Այո, իսկ ինչ կա որ։ Որտեղ այն ժամանակ այդքան հնարավոր չէր։ Ու մնաց այդ էներգետիկան եւ թեմը, այսինքն էներգետիկան, ես ինչքան հասկացա, ձեր խոսքի ներբերանգից ավելի մեծ արդյունք, ավելի մեծ էֆեկտիվ պիտի լիներ, բայց այդպես չի իրականում։ Այդպես է, որովհետև եւ այն ժամանակ եւ պարլամենտական ընտրությունների ժամանակ հանրապետականը բերեց իր մաքսիմալ ընտրազանգվածը, այս ժամանակ իր մաքսիմալ ընտրազանգվածը մոտ 20-25%, որ կարող են բերեն եւ իրենց համար կողմ քվեարկեն, դա չբերեցին։ Եթե դրանք բերեն, տարբերությունը շատ ավելի մեծ է լինելու։ Չէ, կարծում որ այդ 20-25%-ն էլ դուք ասում եք հստակ իրենց 20-25% լրացուցիչ ունեն, որոնք որ չբերեցին։ Վարչական ռեսուրս, վարչաֆինանսական ընտրազանգվածը, որը վարչաֆինանսական ռեսուրսը ուղղակի ինչ համար չբերեցին, որտեղ դրանց մեջ, ասենք ասենք մի քիչ այդ 20-25%-ի մեջ ոչ adekvat զանգվածը մի քիչ շատ էր եւ կարող է բավականին շատ լիներ անվավեր ձայների թիվը, իսկ դա ցանկալի չէր, առավել եւս որ հիմա 50,000 ձայն անվավեր էր։ Վարչաֆինանսական ռեսուրսը, որ ասում եք 20-25%, լրացուցիչ կարող են բերել։ Ընդհանրապես վարչաֆինանսական ռեսուրսը ինչքանի տոկոս է ցես։ Եթե վերցնենք բերել են եղած վարչաֆինանսական ռեսուրսի 75%-ը։ Լավ, ուրեմն այդ վարչաֆինանսական ռեսուրսը 20-25%-ը մոտավորապես 1 միլիոն ձայն կարող էր հավաքել։ Համաձայն եմ, բայց դա էֆեկտիվ ասենք մեծավ մասամբ կարող է գնալ դեպի իշխանությունը եւ քվեարկել այն պարագայում, երբ որ երկրի վիճակը լավ է, այսինքն այդ վարչական ռեսուրս ներեցեք, ասենք վարչական ռեսուրսը վարչաֆինանսական ռեսուրսը այն ընտրազանգվածն է, որին ուղղակի 5,000 դրամ տալիս է եւ նա գալիս է քվեարկելու, նա համար բացարձակ մեկ է, երկրի վիճակը լավ է թե ոչ է։ Այլ սեկտոր է։ Դա սեկտոր, դա վարչաֆինանսական մեթոդներով ընտրություն տեղամասեր բերված ընտրազանգվածն է։ Այդ դեպքում ասենք, չգիտեմ, բյուջետային հիմնարկներում աշխատողներ, պարտադիր չէ, դա կարող է լինել գյուղապետարաններ, դա կարող է լինել գյուղի բնակչություն, ամբողջ բնակչություն եւ գյուղապետարանում չաշխատող գյուղի բնակչություն կարող է լինել, փոքր քաղաքների բնակչություն կարող է լինել, վարչական ֆինանսական ռեսուրսը տարբեր է։ Նրանք ովքեր աշխատում են
պետական կառույցը։ Չէ, պարտադիր չէ։ Գյուղերում ասենք գյուղապետարանում կարող է աշխատի, բայց վարչաֆինանսական ռեսուրսի մեջ մտնի։ Կարող է Երևանում անգամ Երևանում է լինի։ Թեկուզ այդպես, հա, գյուղապետարանում է աշխատում կամ դպրոցում է աշխատում։ Պարտադիր չէ, եթե երկրի ընդհանուր սոցիալական վիճակը լավ է եւ այդ գյուղապետարանում կամ դպրոցում աշխատողն էլ իրեն լավ է զգում, այսինքն ստանում է աշխատավարձ, գները չեն բարձրանում, կարողանում է այս կամ այն կերպ իր մարդ հավայել ապրել, հա, այդ պարագայում հասկանալի է ձեր ասածը, բայց եթե ընդհանուր երկրի վիճակը վատ է եւ այդ գյուղապետարանում աշխատացնել կամ դպրոցում աշխատող ուսուցիչը եթե վատ է ապրում, եթե նույնիսկ մարզպետը ասում է վարչության պետին, վարչության պետի տնօրենին, տնօրենն էլ ուսուցիչին, ուսուցիչը կասի հա, գնամ, բայց մտքում մտածում եմ ես վատ եմ ապրում։ Գնում եմ դեմ եմ ընտրում, դրա համար դեմ չեմ, շատ դեպքերում sense ուղղակի գյուղապետը պարտադիր չի գյուղապետամ եւ դպրոցում դասատու կարող է գյուղի աշխատող լինի, բայց ոչ դպրոց, ոչ պետական հիմնարկում, ուղղակի այսպես ասած մասնավոր, հա, այսպես ասած հողագործությամբ զբաղվող։ Ուրեմն ինչպես են գյուղերում քննարկում, շատ դեպքերում գյուղը այսպես ասած տանատերերին, հա, այսպես ասած գերդաստանի ղեկավարիներին հրավիրել մոտ եւ ասում են, որ գիտեք, ինչ իշխանությունները մեզ խոստացել են, այսինքն խոսքի ունենք 5 միլիոն դրամ այս ջրատարը կառուցելու համար, բայց մեզ համար պետք է որ այս ցուցանիշներ լինեն։ Հիմա գնում եք դուք ձեր գերդաստանով այս ցուցանիշները ապահովում եք։ Ես ասում եմ, ես այդ մարդն եւ նրանք գնում են գյուղում ասում են գնացեք քվեարկեք այսինչ ձևով։ Ահա, դու ասեցիք, ես այդ մարդն եմ, մտածում եմ, այ մարդ 5 տարի ինձ ասել են եւ 5 տարի խաբել են, բան չեն արել, հա, մտածում եմ ես ինձ։ Այն ժամանակ էլ ասին, էս կանենք, այն կանենք, արդյունքում ինչ եղավ, գնացի բանկից փողը վերցրեցի, վրես տարեցին 24%, չկարողացա տակից դուրս գալ, ուրիշ բանկից գնացի։ Ին վիճակը ինչ է։ Հիմա ինչի՞ պիտի հավատամ, որ տալիս են 5000, չէ, ես գնում եմ դեմ եմ ընտրում։ Այսինքն այդ վարչական ռեսուրսը գյուղին իրան չեն տալի գյուղապետը կանչում է եւ բոլորն էլ ասում են կգնաս, այսպես էլ կքվեարկես ու այդ մարդը չգնացին էլի։ Չէ, մարդի գնացին ու լավ էլ քվեարկեցին։ Գնացին շատ տեղերում անգամ գյուղապետերը հանգիստ իրանց համար բոլորը ներկայացան, վերևից հրա զանգով եկած տվյալներով հանգիստ քվեարկում եւ անցկացնում են նետարձանագրությունները կազմում են։ Գնացողներ քվեարկողներ եղան, բայց ի տարբերություն այլ ընտրությունների, այս անգամ գնացողներ եւ դեմ քվեարկողները, գնացողներ եւ անվավեր դարձնողները շատ ավելի մեծ թիվ են։ Իհարկե, շատ ավելի մեծ թիվ են, բայց կարևորը 36% միայն մի տեխնացուին 36-ին մին նայեք, դուք նայեք 58-ը, այստեղ 58-ն է կարող, 50-ից ավելը վերջ, մյուսը կլինի 36%, կլինի 45%, կլինի 49.9%-ը դա է կանչի։ Դա այդ տոկոսը կարևոր ազգային ժողովի ժամանակ, դա այդ տոկոսը կարևոր է Երևանի հավաքանու ժամանակ, երբ որ դու ըստ տոկոսի ձայներ ես ստանում։ Այստեղ դու մենակ 50 եւ 1%, 50.1-ի դեպքում ես ստանում 1 աթոռ, վերջ, մնացածը 36-ա, 26-ա, 35-ը դա ընդհանրապես զգացմունքային է։ Այ ինքը այսքան հավաքեց նախորդ հավաքեց դա զգացմունքային, որովհետեւ կարևորը հանրային տրամադրությունների առումով մարդիկ տեսնում են, որ տեսեք, եթե գնում ենք եւ քվեարկում ենք, մարդու տոկոսներն աճում են, ասենք անցած անգամ եղել է ինտիմադիր տեխնոլոգիային 27, հա, քանի տոկոս չեմ հիշում։ Հիմա 36% է եղել, այ եթե հարևանն էլ գնար, կարող է 38% լիներ, այ եթե մենք հավաքվենք, կարող է ինչ-որ բան կարողանանք փոխել։ Իսկ դուք ասում եք, չէ, ամեն ինչ եթե արդեն անցած է, որովհետեւ ի սկզբանե ինչքան էլ դուք հարևանից գներ, ինքը քո 20-25% լրացուցիչ կբերեր, որովհետեւ Սերժ Սարգսյանի ձայների մաքսիմալ պոտենցիալը դա մոտավորապես 1 միլիոն ձայն էր։ Ասում եք 1 միլիոներ, բայց իրականում 20% մոտավորապես ինքը քիչ բերեց։ Կան ինքը ուներ։ Ինքը այդ ընտրազանգվածը կարող է շատ հանգիստ նմանապես բերել։ Իսկ գյուղերում ասեմ կարող է չբերեց։ Հա, պետք չէ, որովհետև բերելու դեպքում տարբերությունը շատ ավելի մեծ է լինելու։ Իսկ դա ավելի մեծ է դեպքում մրցակցային չէ լինելու։ Իսկ իրան պետք է մրցակցություն ցույց տալ։ Հիմա ավելի եթե խոսքը այդպես է գալիս, հիմա ավելի հարմար էր, որ համարվեր մրցակցային պետք, բայց այս կարգի զարգացումներ ամբողջ հանրապետություն, ինչ զարգացումներ, բայց այսօր ամբողջ Հայաստանում բան է, յետընտրական հանրահավաքներ են, Երևան, Գյումրի թվական նախագահական ընտրությունից հետո յետընտրական հանրահավաքներ են, 2003 թվականի նախագահական ընտրությունից հետո յետընտրական հանրահավաքներ են, 2008 թվականի նախագահական ընտրությունից հետո յետընտրական հանրահավաքներ են։ Այդպես պիտի հասնեն, չէ՞, իրենց կամ այդ ուրիշ հարց է, այստեղ ճանապարհով իշխանություն փոխելու տանում, այստեղ այս միջոցառում ունի մի կարևոր նշանակություն, որ դուք ասացիք ձեր խոսքի մեջ, դա ավելի մանրամասնենք։ Այս ինքը այսպես կոչված նախագահական ընտրություն միջոցառումը սոցիոլոգիական հարցման դեր կատարեց։ Ինչքան են Հայաստանում իշխանություններից դժգոհ ընտրազանգվածի թվականակը Երևանում, դեր ասած քաղաքներում եւ այլն։ Եվ բարձրացած որ բավականին մեծ են, իսկ սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ կոնկրետ Երևանում
եթե, Երևանին Երևան հավաքական ընտրություններն են, եթե Բարգավաճ Հայաստան, Հայազգային կոնգրես կուսակցությունը եւ ՀՅԴ-ն բավականին որակյալ եւ ակտիվ աշխատեն, իրանք Երևանում հանրապետականեն կհաղթեն։ Այս միջոցառման միակ դրական կողմն է դա, որ ցույց տվեց ամբողջ հանրապետությունում, այդ թվում նաեւ Երևանում, ինչքան են այսպես ասած հակաիշխանական տրամադրություններ ունեցող ընտրազանգվածի թիվը, այդ դա ցույց տվեց։ Ամեն դեպքում այս վերլուծություններով ես չեմ կամենում, որպեսզի այսպես սառաչու լցնենք այն ողջունության վրա, որ մարդիկ այսօր ունեն եւ մտածում են, որ կարելի է հնարավոր է շատ ներողություն քաղաքականության մեջ եւ հատկապես հայերի մոտ բավականին այս հատկապես քաղաքականության մեջ գերակշռումը զգացմունքը, ողջևորությունը դա ինքը զգացմունքային տարրերից մեկն է։ Քաղաքականությունը եւ այսպես զգացմունքները դրանք իրաց թշնամիներ են։ Չի կարելի զգացմունքով առաջնորդվել քաղաքականության մեջ։ Լավ, զրուցեցինք չնկատեցի ժամանակն ինչպես անցավ, մի 15 րոպեն մտածել ենք տրամադրել Facebook-յան հարցերին, հիմա տրամադրենք այնքան ինչքան մնացել է, դիտորդերի մասին եթե կարելի է, որտեղ շատերն են դիտորդերի մասին, այսպես միջադեպ եղավ։ Դիտորդերի մասին գիտեք ինչ, շատ են քննարկում դիտորդների հարցը։ Այո, եվրոպական դիտորդներ նշեցին, որ մի քանի առաջ էլ որոշակի թերություններ կար, բայց մի բան ասենք, որ այդ դիտորդներից չի կախված, այսպես ասած, ընտրությունների արդյունքների գնահատական, այսինքն դիտորդը այնպես չի, դիտորդը եկավ, տեսավ եւ դարձնագրվեց։ Միջև դիտորդի գալը, այստեղ ամեն ինչ հիմա ով է բանանում, ասենք, եվրոպական դիտորդը գիտենք ինչ է ասել։ Գիտենք ինչ է ասել, որտեղ հյուրանոցի միջադեպ եղածով, բայց այստեղ հետաքրքիր է, որ այլ դիտորդներ ուրիշ բան ասեցին, որոնք են դիտորդները։ Անգլիայի դեսպանը իր բլոգում, Լեհաստանի դեսպանը թերթերից մեկի հարցազրույցում, Շվեդիայի արտգործնախարարը Twitter-ում, այն նրանց տեսակետները շատ ավելի կարևոր են։ Իդեպ նաև ԱՄՆ պետդեպարտամենտի գնահատականը շնորհավորանք հայ ժողովրդին եւ ոչ թե գործող նախագահի տաբեցող Ռուսաստան, այ որ դիտորդերին այդքան քննադատել պետք չի, վերջո դիտորդները չեն, այսպես ասած, վերջնական որոշում կայացնում։ Եվ ինչ է ասում, հիշում եք նախկին հաղորդումից մեկի ժամանակ դիտորդերի մասին զեկուցագիր գնաց, այ դիտորդերը նախապես այստեղ գալով ունեն իրենց երկրների պետական, այսպես ասած, դիրքորոշումը։ Իսկ դիրքորոշումը արդեն արտահայտվեց եւ Ռուսաստանում եւ փաստորեն Արևմուտքում ընդունում են Սերժ Սարգսյանի կենտրոնական տրական հանձնաժողովի կողմից հայտարարված ուրեմն հաղթանակը։ Բայց այստեղ արդյունքում մենք ինչ ունենք ի վերջո, եթե սահմանափակենք ու ամփոփենք, առաջին գործող ի վերջո սա կեղծված ընտրություններ են, կեղծված միջոցառումներ, որի արդյունքով գործող նախագահան լեգիտիմ չի էլի, 1, իսկ նա քարոզարշավի ժամանակ նշում էր, չէ, որ իմ լեզուն երկարելու համար պետք է ազնիվ արդար ընտրություններ, դա չեղավ 1։ Երկրորդ, այստեղ բավականին, այսպես ասած, դեր կատարեցին այն վարչաֆինանսական ռեսուրս ունեցող խմբավորումները, որոնք գործող նախագահին դարձեցին նախագահ եւ ժամանակի ընթացքում նրանք իրենց պարտքը պահանջելու են գործող նախագահից, ում իրենք, այսպես ասած, դարձեցին նախագահան, ավելին, նախագահան նրանց լիդերից դարձավ նրանցից մեկը։ Սա երկուս։ Երրորդը արդեն ասացի, որ Երևանի հավաքական ընտրությունների ժամանակ, եթե լավ աշխատեն, որակյալ աշխատեն Բարգավաճ կոնգրես եւ ՀՅԴ, նրանք փաստորեն կարող են բնականաբար հաղթանակ տանել Երևանի հավաքական ընտրությունների ժամանակ եւ ելի որոշ ուրեմն խնդիրներ, որոնք որ պարտադիր են հաշվի առնել։ Շատ լավ, մեզ 10 րոպե ժամանակ մնաց եւ հարցեր ունենք, խնդրում եմ հակիրճ, հա։ Կարեն Հովհաննիսյան ասում է ժառանգության նպատակը իրականում ամենայն հայոց ընդդիմություն լինելն է եւ թե պատրաստվել 2008-ին 2012 թվականին, թե իրոք ցանկանում է այսօր իշխանության հասնել։ Թե 2018 թվականին միգուցե։ 2018։ Հա։ Ինչ վերաբերում է ժառանգության տեսակետին, բնականաբար Ռաֆայել Մանսյանը իր մամուլի խոսնակի միջոցով կասեմ, բայց մինչև 2017 թվականը բավականին ժամանակ կա, մինչև այդ պատրաստվելու քաղաքական շատ գործընթացներ կլինեն, եւ ըստ այդմ ցույց կտա, թե նրա նպատակը որն է, բայց մի բան պետք է ասեմ, եթե Բարգավաճը Կոնգրեսը եւ ՀՅԴ-ն որակյալ ուժ չդառնան, ապա նրանք քաղաքական դաշտից դուրս գան։ Եթե որակյալ ուժ ունեցան Երևանի հավաքական ընտրությունների ժամանակ, շատ հավանական է, որ այս կես միլիոնանոց ձայնը, որ այդքան ասում են, չէ, 10 անգամից ավել պակաս է։ Հայկ Ծիրունյան, ինչ կփոխեիք հայկական ընտրական օրենսգրքում եւ գործընթացում։ Եվ երկրորդը հնարավոր է համարում այսօրվա Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխությունը։ Եթե այո, ապա ի՞նչն է պատճառը, որ 20 տարի դա անել չի հաջողվում։ Սա շատ մեծ հարց է, բնականաբար փոխել հիմնականում պետք է ուղղակի կամք, այսպես ասած, ընտրությունները նորմալ անցկացնելու համար, որտեղ մենք ամենավատ օրազեկով ամենալավ ընտրություններն ենք անցկացրել, հետո ինչքան բարլավեցինք, այնքան ավելի վատ տեղ ունեցավ։ Ինչն է պատճառը, գիտեք ինչ, քանի Հայաստանում դեռևս տնտեսական ժողովրդավարություն չկա, դա իր հերթին կամ քաղաքական ժողովրդավարություն, տնտեսական ժողովրդավարություն, դրա իրար հետ փոխկապ
կապակցված են, երբ որ դրանք երկուսը տեղի կունենան, նորմալ ընտրություններ կլինի եւ նորմալ, այսպես ասած, իշխանություն գա։ Ասել թե հնարավոր է ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնել, գիտեք ինչ, ընտրական գործընթացի միջոցով հնարավոր է իշխանությունը փոխել։ Օրինակ համար, եթե Երևանի հավաքանու ժամանակ այն երեք ընդդիմադիր ուժերը լավ աշխատեն, էլի նրանք կարող են հանրապետականից զրկել Երևանի հավաքանու մենաշնորհից։ Իհարկե նորից կեղծվելու է, բայց ի տարբերություն այս ընտրությունների, որտեղ ընդամենը 1 աթոռ էր հասնելու մեկին, այնտեղ արդեն բավականին շատ է եւ այնտեղ կռիվ ավելի մեծ է գնալու տարբեր խմբավորումների միջև։ Կարապետ Ավետիսյան, որքան է գնահատում հեղափոխական կամ նոր ընտրությունների միջոցով իշխանափոխության հավանականությունը եւ որքանով եք այն համարում իրատեսական հաշվի առնելով, որ մենք ունենք ՀԱԿ իշխանություն եւ երկխոսության եւ ՀԱԿ-ի նման հզոր շարժման անվնաս դարձնելու ակնառու օրինակներ։ Ինչ վերաբերում է արտահայտ ընտրություններին, բնականաբար ինչու պետք է արտահայտ ընտրությունը տեղ ունենա, երբ որ ընտրությունները արդեն տեղ ունեցան եւ ըստ պաշտոնական տվյալների գործող նախագահան հաղթեց, որը շնորհավորեցին, ուրեմն ինչպես Ռուսաստանը, այնպես Արևմուտքը։ Ես չեմ տեսնում, որ արտահայտին, այսպես ասած, խթան լինի Հայաստանում նոր ընտրություններ անցկացնելու նախագահական։ Ինչ վերաբերում է խորհրդանական ընտրություններին, այսօր հանրավակի ժամանակ Ռաֆայել Հովհաննիսյանն ասաց, որ դա մերժվել է հանրապետականի կողմից, հասկանալի ինչու, որտեղ նոր խորհրդանական ընտրությունում շատ հավանական է, որ հանրապետական իրեն կցված օրենքով կարող է լավերս մեծամասնություն չունենալ, այս էներգետիկան կարող է անցնել լրիվ այլ ուժերի, քան ուրեմն Ռաֆայել Հովհաննիսյանին։ Սյուզի Մելքոնյան, ճիշտ էր արդյոք կամ որքանով է ճիշտ բոլորին թեմեմ տողը քվեաթերթիկից հանելը։ Դա մի քիչ վիճել է հարցը, կան տեսակետներ, որ դա ճիշտ է, որ բոլորին դեմ եմ, ի վերջո եթե բոլորին դեմ ես, կարող ես եւ ընտրություններ չգնալ, իսկ եթե գնում ես, կարող ես անվավեր դարձնել ընտրությունը, երբ որ դու անվավեր ես դարձնում ընտրությունները, դա բնականաբար նշանակում է բոլորին դեմ ես, այսինքն դե յուրե չկա այդ տողը, բայց դե ֆակտո այդ տողը կա։ Նշեք խնդրեմ Ավետիսյան Կարապետ, ձեր կարծիքով Ռաֆայել Հովհաննիսյանի իրական ռեսուրսները այն դեպքում, եթե Սարգսյանը չընկրկի իր առաջարկներին, ինչով կարող է մեր ընդդիմությունը այսօր սպառնալ իշխանություններին եւ որքանով է դա հիմնավոր։ Ինչ վերաբերում է ռեսուրսների տարբեր ուրեմն որակներ կա, ասենք մեդիա ռեսուրս ունի, նկատի ունի, կուսակցական ռեսուրսի նկատի ունի, մարդկային ռեսուրսի նկատի ունի, ասենք մեդիա ռեսուրսները, ասենք անձամբ իրեն աջակցող մեդիա ռեսուրս, ես չգիտեմ, ասենք հեռուստաընկերություն բնականաբար չկա, ինտերնետ կայքերից նա հանգիստ օգտվում է, չնայած ասենք այլ հեռուստաընկերությունից նույնպես օգտվում է, իդեպ ասեմ, որ բավականին թույլ է նրա կազմակերպչական, այսպես ասած ռեսուրսը կուսակցություններին է, որտեղ շատ տեղերում նրա ձայները այլ կուսակցության հանձնաժողովում, այլ կուսակցության անդամներ են պահել, հենց այդ թվում նաև ազգային կոնգրեսի շատ անդամներ պահել են ժառանգության ձայները, այնպես ինչ վերաբերում է մարդկային, այսպես ասած ռեսուրսը, պոտենցիալը ելի չմոռանանք, այո, 500,000-ի մեջ նա ուներ կողմնակիցներ, բայց ըստ ինձ դրա հսկայական զգալի մասը դա իշխանությունների դեմ, այսպես ասած, ընտրազանգվածներ, որը չի նշանակում, որ Ռաֆայել Հովհաննիսյանն է։ Գրագետ աշխատանքի դեպքում դա կարող անցնել այլ ուժերին։ Ինչպես իդեպ 2008 թվականին այդ նույն ռեսուրսը Լևոն Տեր-Պետրոսյանին քվեարկեց 2012 թվականի խորհրդանական ընտրությունների ժամանակ այն մարդիկ, որոնք որ քվեարկում էին Լևոն Տեր-Պետրոսյանին, դրանցից շատ-շատերը գնացին Բարգավաճին ձայն տվեցին։ Շնորհակալություն։ Կարապետ Ավետիսյանը մի շարք հարցեր է ուղղել եւ որպեսզի մյուսների հարցերից էլ լինեն, շարունակեմ ես, հա, թող ներողամիտ լինի։ Առնակ Սարգսյան, ժողովրդավարական ընտրությունները իշխանության լեգիտիմությունն ապահովող հիմնական գործոն են հանդիսանում, որոնք նպաստում են յուրաքանչյուր մարդու մասնակցությանը երկրի կառավարմանը։ Սակայն մեր երկրում ընտրությունները ընթանում են միշտ այլ ստենարով, կեղծիքներ եւ ընտրակաշառքներ անպակաս են։ Որպես ընտրական տեխնոլոգիաների փորձագետ, ինչպես եք դուք որակում այս նախագահական ընտրությունները։ Արդեն ասած, այս նախագահական ընտրությունները լեգիտիմ չեն, ամբողջովին թվանկարչություններ եւ մի անգամ եւս եւ հերոսադետողները համոզվեցին, որ ճիշտ էին ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ ՀՀԴ-ն, որոնք չմասնակցեցին նախորդ կանխորոշված այս արդյունքներին։ Երբ որ տեխնացուներից մեկը 50%-ից ավել էր արդեն ստանալու։ Եվ իդեպ ինչ շատ ճիշտ էր ինչի համար, որտեվ եթե Ռաֆին կորստի, ասենք նա նախագահ չի դարձնելու, նա ուրիշ կորստելու բան չունի, իսկ ասենք ԲՀԿ-ն կորստելու մեծ բաներ, նա ռեսուրս կկորստեր, մարդկային ռեսուրս կկորստեր։ Արա Պոլոզյան ասում է, ուրեն ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն ըստ փորձագետին ու նկատի ունի, որ այսօրվա հանրահավաքին արդեն Հույդան ներկայացված եղեք Երագույն մարմնի ներկայացուցիչ։ Նա Հույդան գնացել եւ հայտարարել է, որ ինքը իհարկե աջակցում է ժողովրդական շարժմանը, թե ուրեն ԲՀԿ-ն եւ ՀԱԿ-ը հարցրեք իրենց։ Եվ ճիշտ ասած, երբ որ իրենք գիտեն, որ սա փաստորեն նախապես կանխորոշված միջոցառումների եւ փաստորեն ոչինչ չտվող շարժում է, միանան այդ շարժման որինչ, այսինքն զուտ զգացմունք այն տեսակետից գան Գագիկ Ծառուկյան, Լևոն Տեր-Պետրոսյան եւ Ռաֆայել Հովհաննիսյան, հայ եւ ազատության հրապարակում, ասենք միասին ձեռք բռնեն որինչ։ Երբ որ դու քաղաքական գործընթաց ես անում, դու զգացմունքը դնում ես մի կողմ եւ նայում ես, բայց դա քեզ ինչ է տալիս, եթե քեզ ինչ-որ մի բան է տալի, գնում ես, եթե քեզ ոչինչ չի տալի, չես գնում։ Լավ, Վահե Պողոսյան, պարոն Պադարյան, եթե տեղյակ եք Հայաստանի գրեթե նույն վիճակում գտնվում է Ռուսաստանը, ինչ երեք ավելի պարզ դարձավ Վլադիմիր Սոլովյովի պայեզենեք հաղորդման ժամանակ։ Ես համոզված եմ, որ այս ամենը կկարգավորի, երբ Հիսուս Քրիստոսի խոսքերը կընդունվի բառացի եւ ուղիղ։ Ինչ եք կարծում դուք։
Հիսուս Քրիստոսի խոսքերը պետք չի բան այդտեղ։ Հիսուս Քրիստոսի խոսքերով չի, որ պետք է ընդունվել, պետք է ուղղակի որ հանրապետականից դուրս տալ ուժերը կարողանան որակյալ կառույցներ ստանան։ Եթե նրանք որակյալ կառույց կունենան նորմալ աշխատող մեխանիզմներ, ընտրական հանձնաժողովներում գիտակից մարդիկ կանեն եւ քվեարկությունից 2-3 օր առաջ նրանք կարողանան նորմալ աշխատանք տանել, որպեսզի չկեղծվի ընտրությունը, ինչպես նաեւ Կարզարշավը, ապա այդ դեպքում նրանք արդյունքի կհասնեն։ Հակառակ դեպքում չէ, բայց այստեղ մի շատ կարեւոր նաեւ եզրակացություն կա, եւս մեկ անգամ ասենք, դա այն է, որ եթե դու ցանկանում ես հաղթել, դու հենց քվեարկության օրը պետք է դե յուրե բավականին շատ ձայներ հաղթես եւ պահես այդ ձայները, որտեղ դրանից հետո այլևս եթե քո ձայները գնացին դե յուրե քո չուզած ձևով գնացի կենտրոնական հանրազրույց, դու այլևս ոչինչ չես կարող անել։ Այսինքն իմաստացն էր, որ եթե այդ մարդկային ռեսուրսների պակասը չներ, միգուցե լրիվ այլ արդյունք լիներ, ասենք։ Դա դեպքում չէ մարդկային ռեսուրսները, որտեղ գիտեն, եթե 3 ուժ չի մասնակցում ընտրությունների, բնականաբար կանխորոշվածի դեպքում, եթե անգամ մասնակցեն ընտրությունների, հանրապետականը էլի դնելու էր բավականին մեծ ռեսուրս ու էլի ինքը անցկացնելու էր։ Բացառվում է, որտեղ այդ տեսակետը շատ է տարածված, եթե Լևոն Տեր-Պետրոսյանը լիներ եւ ոչ թե Ռաֆայել Հովհաննիսյանը, եթե Գայիկ Ծառուկյանն էր, հնարավոր է կամ միանային մեկ տեխնացիոն են, հնարավոր է հաղթեն։ Չէին հաղթելու, որտեղ հանրապետականը մաքսիմալ ռեսուրս ասեմ չօգտագործեց։ Այդ դեպքում ինքը նաև ռեպրեսիոն մեթոդներով կաներ, իսկ ռեպրեսիոն մեթոդները եւ գումարած լրացուցիչ ռեսուրսները իրան էլի կապահով էր 50%-ից ավել, կարող է 58 չլիներ, կարող է 52 լիներ, բայց ամեն դեպքում 50-ից ավել է լինելու։ Չգիտեմ, կարծում եմ, որ շատերը այս տեսակետի հետ վերջին արտահայտած տեսակետի համաձայն չի լինի, հա, քանի որ ասում եք լրիվ ռեսուրսները չօգտագործեն, ընդհանուր առմամբ մոտ տպավորությունն այն է, որ բոլոր հնարավոր եւ անհնար ռեսուրսներն են օգտագործվել եւ ստացվել է սա, ինչ որ գնում եք հանձնաժողովն նայում եք թե հանրապետականները ում են բերում, տեսնում եք նախորդ ենք տեսանք, չէ, պարլամենտական ընտրությունների ժամանակ ում էին բերում, ինչ խմբերով մարդկանց բերում էին, ասենք դրանք մի տեսակի մարդիկ են, այսպես ասած, որոնք adekvat են եւ գիտեն ինչպես քվեարկել, իսկ հետո արդեն սկսեցին այնպեսի ոչ adekvat մարդկանց խմբերի բերել, որոնք արդեն անգամ չեն էլ իմանում թե ում պետք է քվեարկել, օրինակ մասիվի տեղամասերից մեկում, երբ որ իրancs ասել է որ պետք է գնաք եւ միտեղ քվեարկեք 2 եւ միտեղ քվեարկեք 7, նույն քվեատերտիկի վրա 2-ի 7-ի վրա քվեարկել էին։ Հա։ Հենց որ այդ ոչ adekvat ընտրազանգված են նավակի չբերեց, եթե դրանց բերել անվստահ, այսպես ասած, անվավերների թիվն է մեծանալու, բայց իր տոկոսն էր մեծանալու, դրանց ուղղակի չբերեց։ Լավ, չգիտեմ, շնորհակալ եմ զրույցի համար։ Այսքանը երկրի հարցի ծրագիրների եթերում ես զրուցում էի քաղաքական եւ ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի հետ, լավ մնացեք։ Նարսան ընկերությունն առաջարկում է տանիքի երեսպատման համար նախատեսված 0.3-ից մինչև 0.8 մմ հաստությամբ ձևավոր, ցինկապատ եւ ցինկապատ պոլիմերային տարբեր հաստության բարձրակ թիթեռներ, մետաղյա ցինկապատ պրոֆիլներ դռների եւ պատուհանների համար, ջերմամշակված մետաղալար, այլ մետաղական արտադրանք, պոլիէթիլենային հումք եւ տոպրակներ, գիպսաստվարաթղթե սալիկներ, ինչպես նաեւ 4 եւ 5 խցիկանի եվրոպատուհաններ, դռներ ու ցուցափեղկեր։ Գործում է զեղչերի ճկուն համակարգ։ Վստահեք Նարսան ընկերությանը եւ ձեր պատվերները կիրագործվեն ամենասերմ ժամկետներում ամենամատչելի գներով։ Նարսան, որակի ամուր հնարավոր։